Նիգերիայում քրիստոնեական համայնքը կրկին թիրախի տակ է։ Վերջին շրջանում անընդհատ ենթարկվում է հարձակումների։ Տեղի քրիստոնեական համայնքի առաջնորդների համար, սակայն, խնդիրը ոչ միայն բռնությունն է, այլև դրան հետևողական համատարած անպատժելիությունը։ Նրանք պնդում են, որ իշխանությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում պատասխանատվության ենթարկել մարդասպաններին, ինչը ստեղծում է վախի եւ անպաշտպանության մթնոլորտ։ Մեր միակ հարցն այն է, թե ինչ եք անում սպանություններ գործած մարդկանց հետ։ Սա է մեր մտահոգությունը։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ մինչ օրս սպանվածներից շատերի համար մենք դեռ ցավ ենք ապրում։ Բայց հարցն այն է, թե ինչ եք անում այն մարդկանց հետ, որոնք սպանել են մեր սիրելիներին։ Անպատժելիության մթնոլորտի հետևանքով զինված խմբավորումները անարգել հարձակվում են նույնիսկ եկեղեցիների վրա, աղոթքի ժամանակ։ Նման հարձակումների ականատեսների պատմությունները փոխանցում են այն սարսափը, որի միջով անցնում են սովորական մարդիկ։ Հանկարծ, երբ պատարագը մոտենում է իր ավարտին, մոտակայքից երկու կրակոցի ձայն լսեցինք, եւ բոլորը սկսեցին վազել։ Բոլորն անհանգստացած էին։ Ինչ է կատարվում, ինչ է պատահել։ Հետո սկսվեց, եւ բոլորը սկսեցին փախչել։ Ամերիկյան աղբյուրների տվյալներով այս տարվա ընթացքում Նիգերիայում սպանվել է 7000 քրիստոնյա, տասնյակ հազարավորները տեղահանվել են։ Քրիստոնյաների ջարդերից վրդոված Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի սպառնալիքները այդ երկրի դեմ ռազմական ուժ կիրառելու եւ ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին լուրջ լարվածություն են առաջացրել երկկողմ հարաբերություններում։ Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, ԱՄՆ-ն անհապաղ կդադարեցնի Նիգերիային տրամադրվող ողջ օգնությունը եւ մեծ հավանականությամբ կմտնի այդ խայտառակված երկիր իր ողջ ռազմական հզորությամբ, որպիսի ամբողջությամբ բնաջնջի իսլամիստահաբեկիչներին, որոնք իրականացնում են այդ սոսկալի վայրագությունները։ Ես սույնով հրահանգում եմ մեր ռազմական գերատեսչությանը պատրաստվել հնարավոր գործողությունների։ Եթե մենք հարձակվենք, այն կլինի սրընթաց, անողոք եւ վճռական, ճիշտ այնպես, ինչպես ահաբեկիչ ավազակներն են հարձակվում մեր թանկագին քրիստոնյաների վրա։ Նիգերիան համաձայն է ընդունել Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը, եթե հարգվի իր անկախությունը, սակայն իրավիճակը պարզապես քրիստոնյաների ու մուսուլմանների բախում չէ։ Երկրում կան տարբեր խնդիրներ, իսլամիստական ահաբեկչական խմբավորումներ, որոնցից տուժում են նաև մուսուլմանները, հողի համար պայքար եւ զինված հանցավորություն։ 4 մասի բաժանված Նիգերիայում ստեղծվել է բարդ իրավիճակ, որտեղ ներքին բազմաթիվ հակամարտություններին եւ պետության անգործությանը գումարվում է արտաքին ռազմական միջամտության սպառնալիքը, որը հիմնված է ճգնաժամի պարզունակ եւ կրոնականացված ընկալման վրա։ Այս պայն Սև մայրցամաքում ընթանում է 50 հակամարտություն, որոնցից 3 տասնյակից ավելին արյունալի։ Զինված հակամարտությունների միջազգային ինստիտուտի եւ Ժնևի ակադեմիայի տվյալներով Նիգերիայից բացի միայն այս տարի 20000 մարդու կյանք խլած թեժ հակամարտությունը շարունակվում է Սուդանում։ 15000 մարդ զոհվել է Կոնգոյում, 5000-ը Մալիում։ Նիգերում ջիհադիստական հեղաշրջմանը զոհ է գնացել 2000 մարդ, Բուրկինա Ֆասոյում 4000։ Մարտերը շարունակվում են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Սոմալիում, Մոզամբիկում, Անգոլայում եւ այլ երկրներում։ Այս բոլոր հակամարտություններն ընթանում են ոչ առանց արտաքին ազդեցիկ դերակատարների։ Այս գործում առաջատարներն են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան։ Այս երկրները մրցում են ազդեցության ռեսուրսների եւ ռազմաբազաների համար։ Դրանք աջակցում են կողմերին, ստեղծելով պրոքսի հակամարտություններ։ Հիմնական նպատակը ռեսուրսներն են՝ ոսկին, ուրանը, հազվագյուտ հողային մետաղները, ածխաջրածնային վառելիքը, ադամանտները, ռազմական ազդեցության մեծացումը, միմյանց զինանձնակազմը դուրս մղելը, տնտեսական կախվածության մեջ գցելը։ Այս ամենը աշխարհաքաղաքական խախտված հավասարակշռության պայմաններում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։